Մենք բոլորս որ գալիս ենք աշխարից, մենք նախ մեռած ենք եղել։ Մենք շատ ենք հասկացել հավատն իշպանա, մեղքն իշպանա, Քրիստոս իշպանա, ավետարան իշպանա, ոչ մի բան չէ։ Ես հիշում եմ սեպտեմբերի 14-ին երեկոյան մարդկանց մոտ ես հայում էի Քրիստոսին։ Ես չէի հավատում։ Ես անհավատ պիղծ մարդ եմ եղել։ Ես անգամ իմ հարազատ աղբորը սպանող մարդ եմ եղել։ Եվ հերս այնքան էր զզվեն ինձնից, որ ինձ կախեց, որ փրկվի ինձնից։ Այդպիսի մարդ է, միայն սատանայի գործիք է։ Ես իրուկում իրան հայում եմ, մերժում եմ, որ ինձի քարոզում ուզում եմ ծեծեմ, սպանեմ, բայց ամսի 15-ին այդ եզերքի արարիչը հայտնվավ ինձ։ Ընդամենը, երբ որ այդ եղբայրը աղոթում էր ինձ համար, ես իմ մտքիս մեջ ասեցի, ես չգիտեմ դու կաս թե չկաս, բայց քանի որ եթե այդ մարդը ինձի խնդրել է տենց լացակումած, ես մարդի խնդրածը կտայի։ Ընդամենը այդ կան անկեղծ ասեցի և Տեր այցելեց ինձ։ Ես այդպիսի անձ չեմ տեսել։ 64-5 տարեկան մարդ եմ։ Այդ մեկ այցելություն ինձ սարքեց հավատացյալ։ Եվ այդ մեկ այցելությունից ես հասկացա ով անա, ով ամարդը։ Եվ այդ օրվանից բոլոր մարդիկ իմ աչքից ջնջվեցին, մենակ Հիսուսը բարձրացավ։ Ես ուզում եմ հանդիպեք Հիսուսին։ Հիսուսի մեկ հանդիպությունը աշխարհի Պողոս առաքյալի նման մարդկանց հանդիպելուց ուզում եմ միլիոնատ Պողոս առաքյալ տենաս, զերոյա։ Բայց Հիսուսի մեկ հանդիպումից դու շատ բան կիմանաս մի բան, որ ամբողջ աշխարհի քարոզիչներ չեն կարող հասկացնի։ Ես հիշում եմ, ինչ որ Աստված ինձ սորս է, ես մեր գյուղում մի հատ մեծ եկեղեցի պաշտամունքի տեղ եմ սարքել, մի 1000 հոգի մարդ տեղավորում եմ։ Շատ է զբաղված այդ շինարարությունով։ Տերը խոսեց հետս, ասեց, ես քեզ չեմ կանչել, որ դու միայն դրանով զբաղվես, ես կանչել եմ, որ դու կենդանի քար լինես և կենդանի քարեր պատրաստես երկնային Երուսաղեմի համար։ Ես դառնացա։ Ես հասկացա, որ ես չեմ եկել հավատքի, երկրագնդի վրա որևէ տեղ գրավելու, եկել եմ հավատքի, երկնային Երուսաղեմի քար լինելու, փառավորվի Տերը։ Ձեզ Աստված հրավիրել է ինչի, երկնային Երուսաղեմի, այսինքն հարս եկեղեցու մեջ քո տեղը ունենաս, փառավորվի նրան։ Դրա համար նա չի վճարել ոսկի արծաթ, նա իր հրեշտակներին չուղարկել, որ խաչվեն քո համար, ինքն այ չէ երկնքից, որտև երբ որ ես տեսել եմ ոնց եմ խաչում Հիսուսին, նա իր այրունով ա գնե այդ եկեղեցին, նա իր այրանքին ա վճարել, որպես կար, և նա ուզում ա մենք հավատքի հասնենք, հավատքի հասնել նշանակում ա, ինչպես եղբայրները կարդացին, ով ունեմ ես երկնքում, երկրի վրա քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Քանի հավատքդ սրան չի եկել ասել, դու հավատքի մեջ դեռ կաղում ես։ Մի մտածեք, որ այդ հարցերը շատ դժվար է։ Դժվար է ում համար, Աստծու խոսքին չընդունողների համար։ Աստծու խոսքի առաջ չխոնարհվողների համար շատ դժվար է։ Իրանց փառքի դեմ չպատերազմողների համար։ Հիսուս ասել է, ուզում ես իմ հետևից գաս, շատ պարզ ասե,
Բարդ չի խոսած է։ Հիսուս այնքան պարզ է խոսած է, աշխարհի ամենաանգրագետ մարդ հասկանում է։ Ես հիշում եմ 21 տարեկան նոր հավատք եկա։ Մի հատ Նոյեմ տատիկ ունենք, 104 տարեկան էր։ Նա ավելի ուժեղ հավատք ուներ, քան թե մեր բոլոր ուսանող հավատացյալներս։ Բայց նա տարեր չէր ճանաչում, սուբյեկտ չգիտեր։ Նա հավատում էր լսածը, ինչ որ խոսում էին եղբայրները։ Նա ինքան ուժեղ էր հավատում, որ այդ հավատքը մտել իր սիրտը, այդ հավատքը իր ներսը սարքել էր պարաթող, եւ ինքը միայն իրան ասում էր, աշխարհի ամենավատ կինը ես եմ։ Ինձնից վատ կին չկա, ասում է, այս տատիկը սխալ է խոսում, այս տատիկը չի հասկանում ինչ է խոսում, ինքը սուրբ է։ Ես 6 տարի համալսարան սովորող ավարտած մարդս 6 տարի լաց է աղոթել եմ նոր հասկացեմ, թե տատիկն ինչ ասում։ Ես մի վկայություն կանեմ ձեզ, որ խոսքը ավելի զորություն ունի, քան թե քո կամքը։ Ես դա ապրած եմ ասում։ Մարդը անզոր է Աստծո կամքը կատարելու, մարդը տենց ուժ չունի։ Մարդի մեջ բացի Աստծուն հակառակվելուց ուրիշ հատկություն չկա մարդի մեջ։ Մարդը տենց լավ հատկություն չունի։ Հիմնայք սիրելեր, տարիներ առաջ ես այս խոսքը կարդացել էի, որ հիմա ես կարդում եմ, եւ խնդրել էի, լացել էի, ողբացել էի, որ Աստված այս խոսքերը գրի իմ սրտի տախտակների վրա։ Դեր այսպես կսե, անիցյալ այն մարդը, որ մարդին կապավինի ու մարմնին իրեն բազուկ կենե և իր սիրտը Տիրոջից կխոտորի։ Նման խոսքեր, որ ես կարդում էի, Սուրբ Հոգին կպնում էր սրտիս, այդ խոսքեր գրում էի բլոգնորդիս մեջ, աղոթում էի, խորհում էի, անգիր էի սովորում, սրտիս մեջ աղերսում էի, որ Տերը գրի իմ սրտի տախտակի վրա, փոխի իմ սիրտս։ Ես չգիտեի, որ այս խոսքը գրված է իմ մեջ։ Ես չգիտեի սիրելեր։ Հավատքի համար, երբ որ ինձ մի տարի բանտ նստեցրին, ես արդեն առողջապես, հոգեպես այնքան հույծված էի, հավատում եք, որ մեռնելս էի ուզում։ Որտև սաղ գիշեր պոշկաների ցավից նռում էի, օրը 20 րոպե արևերես էինք տենում։ Դե գիտեք, բանտի խուցը, խոնավտեղ, առաջի հարկ։ Վերջը, հիմա մի տարի արդեն նստել եմ, 77 թիվն ապտի տանեմ Բաքու, Բաքում էլ կռիվները արդեն սկսվել է Ադրբեջանի հետ միասին։ Ծնողներս եկել են դիտեսակցության, այսպես շուշով խոսում են հեռախոսով։ Մերս ասում է, Բալաջան ասում է, 30 տարիով կտվոր եղել, ես էլ շատ իր հետ ծառայել եմ, ինչքան որ կարողացել եմ, ասեց 30 տարի թրիք եմ կուլ տվել, քեզ ուսումի եմ տվել, մարդ դարձրել եմ, բայց դու ստե կմեռնես, տարան Բաքուն դեղ կմեռնես, աղաչում են քեզ, լացում են, Սատանը միանից է հարձակվել մտքերիս վրա, այս պոչկաներից ցավը միանից է ստիպում, հորնումորս արցունքները միանից է ստիպում, ես ուժ չունեմ խոսալու, ես որոշեցի հորնումորս արցունքից չմերժել, որոշեցի ասել, համաձայն եմ, հենց պարագին որոշեցի ասեմ, համաձայն եմ, այս սիրտս ոնց որ ճղվեր, և այս խոսքը խոսած ներսիցս, անիցյալա այն մարդը, որ մարդին կապավինի, և մարմին իրեն բազուկ են է սիրտը Տիրոջ մի կխոտորվի, այս խոսքս, այս կրակի պես ներսիցս խոսած, ես ապշեցի, այդ ամբողջ մտքերը, սատանի մտքերի հարցակումը, բոլորս օդը ցնդեց, հորնումորս խոսքերը օդը ցնդեցին, և ես մի զորություն շարժեց մեջս, մի կրակ եկա մեջս, որ իմ խելքից, իմ կամքից, իմ ցանկություններից լրիվ հակառակ էր։ Եվ անցավ որոշ ժամանակ, երբ որ ես հանդիպեցի Երեմիա մարգարեության այս խոսքերը, այս մարդը ինչ ասում։ Վանզի Տիրոջ խոսքը ամենունախատին կանարգանք եղավ, եւ սիզանիկա չհիշեմ, մեյ մնալ անոր աննով չխոսեմ։ Այս մարդի մեջ էլ է եղել այդ վիճակը, այնքան են հալած է, ծեծե, տանչ է,
հոգեպես, ֆիզիկապես, ամեն ցեով, որ այս մարդը հրաժարում է քարոզելուց։ Ասմա, տեսեք ինչ ասում։ Ու ասի, զանիկա չհիշեմ, մի մնալ անոր անոջ խոսեմ, բայց սրտիս մեջ վառած կրակի պես եղավ։ Իմ ես սրտի մեջ որ այդ խոսքը չլներ, կվառեր, այսօր իմ ու քո գործը պետք է գիշեր ցերեկ պարապենք Աստծո խոսքի վրա, որ այդ խոսքը գրվի մեր մեջ ու մենք հավատքի հասնենք, որ հավատքը կառավարի մեզ։ Խոսքը մենք ճուղենք Քրիստոս որդնա, հայրն է մշակնա։ Հիմի ճուղնա արմատին բռնում, թե արմատնա ճուղին բռնում։ Հարց եմ տալիս ես։ Արմատնա ճուղին բռնում։ Այսօր ինձ ու քեզ պետք է հավատքի մեջ հաստատվել, որ Քրիստոսի վրա արմատ բռնենք, որ Քրիստոսի վրա արմատ բռնենք, ամբողջ աշխարհը թափի մեզի չի կարա հաղթի, որտեղ մեր մեջ Աստծո խոսքը իշխում է տիեզերքը։ Այս ամբողջ տիեզերքը կառավարվում է Աստծո հավիտենական խոսքով, փառք Տիրոջը։